Բարի լույս։ Պետրոս Սարաքյալը իր երկրորդ նամակի երկրորդ գլխում գրում է հետևյալը. բայց այս մարդիկ անբան անասունների են նման, եւ ի բնե բռնվելու ու սպանվելու համար են։ Իրենց չիմացած բաների դեմ են հայոյում, եւ իրենց ավականության մեջ էլ պիտի կործանվեն տանջվելով, որպես վարձատրություն իրենց անիրավության։ Սրանք ցերեկով ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում, կեղտոտներ եւ արատավորներ, որոնք հաճույք են ստանում իրենց խաբեբայությունների մեջ, ձեր խրախճանքներին մասնակցելով։ Պոռնիկի աչքեր ունեն, մեղքերից անպակաս, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ, անեծքի որդիներ։ Սիրելիներ, որքան դաժան, որքան խիստ տողեր են, որքան խիստ խոսքեր են, որ Պետրոս Սարաքյալը ուղղում է այն բոլոր մարդկանց, որոնք աստվածապաշտությունից շեղվել են եւ այլևս իրենց միտքը, հոգին եւ իրենց սիրտը տվել են ցանկություններին։ Ցանկությունը շատ կարևոր մի բան է մեր կյանքում, որովհետեւ մենք ցանկությամբ կարող ենք ավելի ոգևորվել, ավելի կենտրոնանալ, ցանկությունը մեզ մղում է դրական եւ բարի արարքների մեջ, բայց ոչ անասնական ցանկությունները, որոնք երբ գերակայում են մարդու կյանքում, մարդը կենդանու չի տարբերում։ Այսօր տեսնում ենք մարդկանց, որոնք իրենց ցանկություններով ուղղակի ապրում են, ուրիշ ոչ մի բան։ Այսօր սիրելիներ Պետրոս Սարաքյալի կողմից մենք զգուշացվում ենք հեռու մնալ այն բոլոր ցանկություններից, որոնք պիղծ են, որոնք կարող են մեզ մոլորեցնել եւ գցել սատանայի ջիրանների մեջ, եւ արթուն պահել միակ ցանկությունը Աստծո հետ լինելու, մարդկային կերպարը պահելու, սեփական արժեքները հարգելու, սիրելու եւ կյանքի մեջ օգտագործելու եւ հավատքով դեպի առաջ շարժվելու։ Դերևս սա կօգնի, որպեսզի մենք շարունակենք Աստծո պատկերն ու նմանությունը օգտագործել հավիտենական կյանքը ժառանգելու համար։ Քրիստոս հարյավի մռելոց, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։